Ինչպես գիտեք, տեղեկություն ստացվեց, որ Միքայել Սրբազանի հայտարարության հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ տեղեկությունը, երբ որ զանգվածային լրատվամիջոցներով գնաց, հաջորդ օրը, երբ Մայր աթոռում հրավիրված էր քահանաների ժողով, ուրեմն հենց այդ առավոտյան ԱԱԾ ծառայողներ ներկայացել էին Մայր աթոռ եւ ցանկանում են ձերբակալել Միքայել Սրբազանին։ Ես ինքս էլ գնացի Մայր աթոռ եւ մոտեցա այդ ԱԱԾ ներկայացուցիչների հետ, ես ինքս էլ սկսեցի խոսել, որովհետեւ մեկ օր առաջ մենք արդեն Միքայել Սրբազանի պաշտպանական թիմն էինք ձևավորում, հասկանալով, որ գործընթացներ են լինելու։ Հասկացա այսպես, իրենք ասում են մենք ունենք քննիչի որոշում, որը տրամադրվեց, ես ընթերցեցի եւ ասեցին մենք պետք է ձերբակալենք։ Առաջարկվեց իրենց, որ քանի որ Միքայել Սրբազանը քահանաների ժողովի համակարգողն է, իսկ մոտ 200 քահանա մասնակցում էր այդ ժողովին։ Առաջարկվեց, որ գոնե քահանաների ներկայությամբ դա չանել, այլ ժողովը երբ որ ավարտվի, Միքայել Սրբազանը դա իր որոշումն էր, ինքը կգնա կամովին կգնա քննչական մարմին։ Քանի որ որևէ մտահոգվելու բան չունի։ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները չէին համաձայնվել, ասեն ոչ, հիմա պետք է մենք քննիչի որոշումը կատարենք։ Այդ ժամանակ մենք նրանց ասեցինք մի վարքյան մենք քննարկելու բաներ ունենք եւ առանձնացանք Միքայել Սրբազանի հետ, առանձին սկսեցինք քննարկել ինչ տարբերակներ կան։ Ես իհարկե շատ բաներ կա, չեմ կարող ձեզ ասել ներքին խոսակցությունները, Միքայել Սրբազանի եւ իմ խոսակցությունները եւ մյուսների, բայց ինչ թույլատրելի սահմաններում եք ասեմ։ Տեսեք, կար երկու տարբերակ։ Տարբերակ առաջին, կամովին գնալ, տարբերակ երկուս, հարկադրաբար տանային։ Երրորդ տարբերակ չկար։ Ինչքան էլ մենք հիմա զգացմունքային դաշտում փորձում ենք ասել, որ կար երրորդ տարբերակ չկար։ Միքայել Սրբազան ասեց, ես ուզում եմ գնալ։ Քանի որ գիտենք, որ երկրորդ տարբերակը դա բռնի ուժն է կիրառվելու, որովհետև այդ ընթացքում, երբ որ մենք բանակցում ենք, Միքայել Սրբազանի հետ խոսում ենք եւ այդ ԱԱԾ ծառայողներն էլ դրսում սպասում են, թե մենք ինչ ենք պատասխանելու, այդ ժամանակ ասեցին, որ դիմակավորված ԱԱԾ հատուկ ջոկատայիններն են ներխուժել Մայր աթոռի տարածք։ Ես ինքս էլ ճանապարհ երբ որ գնում եի, ամբողջ Էջմիածին քաղաքը լցված էր ոստիկանական ուժերով։ Այսինքն տարբեր տեղեր մեքենաներով ոստիկանական մեքենաները լցված էին։ Այդ ընթացքում քահանաները ներողություն մի էսպիսի բան էլ տեղի ունեցավ, մենք գնացինք քահանաների մոտ, որպեսզի Միքայել Սրբազանը քահանաներին բացատրի իրավիճակը եւ ասի, որ սի իրավիճակ կա։ Մեր քահանաների մոտ օբյեկտիվորեն վրդովմունք առաջացրեց այս վիճակը, իրենք դա վերագրեցին, որ սա իրենց դեմ ուղղված է, սա եկեղեցու դեմ ուղղված քայլ է, որովհետեւ դիտավորյալ հատուկ ընտրել են այն օրը, այդ օրը երբ որ քահանաները կան եւ Մայր աթոռից բերման ենթարկելու, որպեսզի դրանով նաեւ ինչ որ առումով ջարդեն եկեղեցուն։ Այդ վրդովմունքը եղավ եւ քահանաների մեծ մասը ասեց մենք խորհուրդ ենք տալիս չգնալ։ Երբ որ մենք Միքայել Սրբազանի հետ եւ էլի հոգեվորականի հետ ներսում քննարկում ենք մեր անելիքները, այդ ժամանակ արդեն դրսից աղմուկ լսվեց եւ դուրս եկանք տեսանք որ ոստիկանները փորձում են հրել մեր քահանաներին, որպեսզի ներխուժեն ներս Միքայել Սրբազանին ձերբակալելու համար։ Այդ ժամանակ մենք միջամտեցինք, ասելով մի ուժ կիրառեք, դիտավորյալ մի սրեք վիճակը, որովհետև մենք ձեզ ասել ենք, որ Միքայել Սրբազանը պատրաստ է ներկայանալ քննիչի մոտ, բայց թողեք մենք այդ տեխնիկական պայմանների մասին քննարկենք, որովհետև դուք հիմա վատ վիճակի մեջ եք դրել։ Դուք հիմա այսքան մարդու վրդովմունքն եք առաջացրել, մի ավելորդ սրեք վիճակը։ Այդ ընթացքում բնականաբար նաև մեր քաղաքացիները եկան եւ սկսեցին մոտենալ այդ վայրը։ Այնուհետև ներսում կրկին քննարկումներ էր գնում, Միքայել Սրբազանը ինքը կրկին իր որոշումը ասեց, ես ուզում եմ գնալ, ես վախենալու բան չունեմ, ես ուզում եմ գնալ։ Իրավական հետևանքների մասին նա տեղյակ էր։ Ուրեմն, երբ որ դուրս եկան, Միքայել Սրբազանը դուրս եկավ, որոշեց ինքը ասեց, ես լրագրողներին կպատասխանեմ։ Ինքը դուրս եկավ, որ լրագրողների հետ խոսեց, Տեզանի շատերը այնտեղ էին ու ուղևորվեցինք դեպի իրենց մեքենան։ Դուք տեսաք, որ ժողովուրդը չթույլատրեց Միքայել Սրբազանին հեռանալ։ Եվ ստիպված Միքայել Սրբազանը նորից վերադարձավ
դեպի շենք։ Ուրեմն դրանից հետո կրկին ոստիկանները եւ ԱԱՑ ծառայողները մի երկու անգամ գրող կազմակերպեցին, փորձեցին գրոհել։ Ժողովուրդը կրկին չթույլատրեց։ Այդ ընթացքում ԱԱՑ ծառայողների հետ մենք բանակցությունների մեջ ենք։ Իրենց ասում ենք, ավելորդ մի սարքեք, պատմություն եք սարքում, դիտավորալ եք անում, մի արեք այդպիսի բան։ Երբ որ մարդ ասել է ես ուզում եմ գամ, ինչու եք նման սր, ինչու եք եկել այստեղ, հենց ժողովրդի առջև ոստիկանական ու ԱԱՑ ձեր ուժերով փորձում եք սրել իրավիճակը։ Միքայել Սրբազանը չի խուսափում գալուց եւ ասել է ես ուզում եմ գամ, արհեստական մի սրեք։ Դրանից հետո տեսնելով նաեւ որ իրավիճակը իրոք բարդանում է, ոստիկանության ուժերը ասեցին մենք հեռանում ենք։ Մենք հեռանում ենք, եթե դուք կամովին ուզում եք գալ, ապա մենք հեռանում ենք։ Իհարկե դրանից հետո էլ մենք ոչ, ի սկզբանե չէին համաձայնվում, ժամը արդեն 10:00-ին եկել ուզում էին տանեն։ Հետո ասին լավ, թող ինքը գա, բայց իհարկե մենք մտահոգություն ունենք, որ կարող են նույնիսկ խաբել, դուրս գալու ժամանակ գան, մեքենայից բռնել, նվաստացուցիչ պայմաններով ձերբակալել, մենք այդ մտահոգություններն ունենք, որ կարող են այդպես անել։ Եվ դրանից հետո կրկին փորձ արվեց մեքենան նստելու, նորից չստացվեց, նստեցինք մեքենան, ելի մեր ժողովուրդը չթույլատրեց Սրբազանին գնալու։ Այնուհետև Սրբազանը ինքը ասեց, ես ոտքով կգնամ, ոտքով, դուք ինքներդ եք տեսել, ոտքով ինքը ուղևորվեց դեպի ոտքով քայլեց Էջմիածնի քաղաքի մի հատված, հետո մեքենայով գնացինք քննչական կոմիտե։ Ուրեմն ասեմ, երբ որ մենք հասանք քննչական կոմիտե, ամբողջ ճանապարհին իհարկե այդ մտահոգությունն ենք, որ իրենք կարող են փորձեն ինչ-որ կրկին օպերացիա անել։ Երբ որ հասանք, նույնիսկ փորձեցին գալ եւ Միքայել Սրբազանի ձեռքերը կոմիտեի դիմացը բռնել։ Չթույլատրեցինք եւ Միքայել Սրբազանը մինչեւ քննիչի սենյակ իր կամքով առանց որևէ մեկի բռնի ուղեկցությամբ չի եղել, ինքը իր կամքով հասել է մինչեւ քննիչի սենյակ։ Եվ երբ որ արձանագրության մեջ իրենք գրում են մենք ձերբակալեցինք եւ այլն, հստակ մեր պաշտպանական թիմի կողմից այդ արձանագրության մեջ փոխումը կատարվեց, որ Միքայել Սրբազանը մինչեւ քննիչի սենյակ եկել է կամովին։ Հետո մնացածի հետ կապված արդեն տեղեկություններ ունեք, ինչ տեղ ունեցավ, հայտարարության մասով ձեզ ասեմ, տեսեք։ Ուրեմն Միքայել Սրբազանի, երբ որ ինքը գալիս է դեպի քննչական կոմիտե, ճանապարհին լրագրողները հարց էին տվել, նաև որ ձեր տեխնացության հարցն է քննարկվում որպես վարչապետի տեխնացու եւ նման հարցեր էին հնչում։ Երբ որ մենք արդեն եկան քննչական կոմիտե, արդեն համացանցում կար տեղեկություն, որ Էդմոն Մարիկյանը առաջարկել է վարչապետի տեխնացու Միքայել Սրբազանին եւ նաեւ որ խմբակցությունը, կարծեմ Հայաստան Դաշինք խմբակցությունը համաձայնվել է եւ այս տիպի քննարկումներ արդեն կար։ Մենք քննչական կոմիտեում կոնֆիդենցիալ զրույցի հնարավորություն ունենք մեր պաշտպանյալի հետ։ Դա բոլորը գիտեք։ Մենք 5 պաշտպաններով առանձին Միքայել Սրբազանի հետ առանձին քննարկել ենք մեր անելիքները։ Երբ որ մենք խոսում ենք դրա մասին, այդ մասին էլ խոսեցինք, որ այսպիսի հայտարարություններ կա Սրբազան։ Ու նաև եկեք մի կարևոր բան ֆիքսենք, Ժորժ ջան։ Մեր խնդիրը առաջնահերթ Միքայել Սրբազանի շահերն են, ամենաառաջին, մեր շահերից էլ բարձր իր շահերն են։ Հիմա տեսեք, իրեն մեղադրում են, ասում են դուք ռազմական հեղաշրջման, այսինքն իշխանությունը զավթելու կոչերով եք հանդես եկել։ Սրբազանը ասում է, ես այդպիսի կոչեր չեմ արել, ինչ էլ ասել է դա քննադատություն է, դա հիմա դրա մասին մեր գործընկերները ավելի մանրամասն կասեն, եւ զուգահեռ process է գնում, որով ասում են ինքը վարչապետի տեխնացուն է մեր։ Հիմա պատկերացրեք պաշտպանական կողմից տեսակետից։ Կարծես ուզում են դիտավորել կապակցեն, որ հիմնավորեն այս կոչերի տրամաբանական կապը։ Ավելին ասեմ, երբ որ ձեր այդ հարցազրույցի ժամանակ հենց այդ օրը եկեղեցու բակում, երբ որ մեկը հարցեց դուք այսպեսի բան եք ասել, Սրբազանը նույնիսկ այդտեղ պորտկաց, այո, ասել եմ, լավ եմ արել, ելի եմ ասում, այդ հատվածը բերել են իրենք դատարան եւ փորձում են ապացուցել, որ ինքը կրկին նույն հանցագործությունը կատարել է որպես կալանքի միջնորդության հիմնավորում։ Այսինքն իրենք ամեն ինչ ֆիքսում են, որ մի բառ փոքեն եւ օգտագործեն Սրբազանի դեմ։ Դրա համար հենց այդտեղ Սրբազանի համաձայնությամբ, մեր 5 պաշտպանների ներկայությամբ այդ տեքստը կազմվեց եւ այդ տեքստը մենք որոշեցինք հրապարակել, երբ որ կավարտենք ու դուրս կգանք։ Դրա համար, երբ որ մենք իջանք արդեն ներքև, երբ որ ավարտվեց այդ քննչական գործողությունները, երբ որ իջանք, ես իջնելու ժամանակ հենց շենքում հրապարակել եմ եւ դուրս եմ եկել, սկսել եմ լրագրողների հետ խոսել։
Սա էլ հայտարարության հետ կապված, որի մասին ձեր հարցերի միջոցով արդեն ավելի, եթե ինչ-որ այլ տեսակետից եք ուզում խոսել, կխոսենք։ Կավարտեմ նոր, ես խնդրեմ ավարտենք դրի։ Հիմա պարոն Սարգսյանը կներկայացնի արդեն հիմնավոր կասկածի հետ կապված հարցը, այնուհետև մեր մյուս գործընկերներ եւ վերջում կանցնենք հարցերի։ Խնդրեմ։ Ուրեմն ամենակարևոր հարցը, որ պետք է անդրադառնանք, ընդհանրապես արկա է հանցագործություն այստեղ, թե սա շինծու մեղադրանք է։ Իհարկե ակնհայտ ապօրինի եւ ակնհայտ անհիմն մեղադրանք է, ընդհանրապես հանցագործության հետ կապ չունի։ Ընդ որում սա մեր դիրքորոշումը մենակ չի, սա դատախազության դիրքորոշումն է եղել, քննչական մարմնի դիրքորոշումն է եղել, միջև այն պահը, երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել Սրբազանին։ Ինչ եմ ասում միջև այդ պահը, որովհետև այդ ժամանակագրությունը շատ հստակ է։ Իրենք ինչ են ասում, դատախազությունը ասում է իբր թե 2025 թվականի հունիսի 21-ի այդ հայտարարություններ եւս հանդիսացել է սրա համար հիմք, բայց ուրեմն հունիսի 4-ին իրենք այս process-ը արդեն սկսել են, դատախազությունը իր նախաձեռնությամբ այդ հրապարակումը ուղարկել է ոստիկանությունը իբր թե հաղորդում է պատրաստել, ուղարկել քննչականը բարույթը նախաձեռնել է։ Երբ որ հետ են գնում թե հունիսի 4-ին ինչ հետաքրքրություն իր մեջ, տեսնում ենք, որ հունիսի 3-4 վարչապետը իր էջում ուղիղ թիրախավորում էր Միքայել Սրբազանին։ Այսինքն, եթե ընդհանրապես հոգևորականության հետ էր կապված ամեն ինչը, այդ օրերին ուղիղ Միքայել Սրբազանի հետ էր կապված եւ ինչպես գիտեք մեր իրավապահները ասենց արդեն իսկ վատ սովորություն են, տեսնում են ինչա ցանկանում վարչապետը, իրենք միանգամից այդ բոլոր ցանկությունները փորձում են իրականություն դարձնել եւ հենց այդ ամսի 4-ի հետ կապված այդ հրապարակումներից հետո միանգամից իրենք կարծեք թե տեսնում են մի տարի առաջ 24 թվականի հարցազրույցը Միքայել Սրբազանի եւ դա վերցնում են փորձում են շրջանառել։ Սա իր հերթին, իսկ այն ինչ որ ասում են, որ ամսի 21-ի հաղորդում, հայտարարություն, հրապարակում, պետք է նշեմ, որ պաշտոնական իրենց պատասխանը մեծ, երբ որ մենք հարցրել ենք, թե նույն մեղադրանքի մեջ երկու տարբեր հրապարակում եք նշել, կասեք, թե երկուսը ինչ են, առանձին հանցագործություններ են, թե ինչ են, պաշտոնական պարզաբանումը եղել է հետևյալը, որ երկրորդ հրապարակումը դա առաջինի վերահաստատումն է, այսինքն դա ինքնին առանձին հանցագործություն չի, հետևաբար նույն տրամաբանությամբ այս երկու հրապարակումները կարող են լինել 23 թվականի պատերազմական ժամանակի հրապարակումների վերահաստատումը։ Կապը հատուկ բերեցի այդտեղ, որովհետև բոլորդ գիտեք, որ հրապարակվել է համացանցում Դանիել Յոնիսյանի հարցում ու պատասխանը։ Տեսեք, այստեղ ամենակարևոր բանը որ կա, սա հենց բերում է նրան, որ սա քաղաքական հետապնդում է եւ դատախազությունը իր դիրքորոշումը 360 աստիճանով փոխել է բացառապես վարչապետի հայտարարությունների եւ գուցե հանձնարարության արդյունքում։ Եթե այստեղ գրած է, որ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում բառերը շատ կարևոր են, հա, որ ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կվերածվի Էրմենիստանի։ Ուրեմն իրենք այս հաղորդում երբ որ ուսումնասիրել են, հենց նույն դատախազությունը գրել է, որ իրենք ուսումնասիրել են, վերահաստատում են, որ ձեր հաղորդման մեջ նկարագրված հանգամանքները չի հաստատվում այնպիսի դեպք, գործողություն, անգործություն, որը որ ենթադրել հանցագործություն է։ Հիմա դատարանում մեղադրանքի կողմը քննիչը դատախազ ասում են, որ այս ամբողջ հարցազրույցի մեջ հիմնական խնդիրը դա հենց այն որ ասում է ռազմական հեղաշրջում պետք է արվի, որ գեներալից այդ ուժային կառույցները պետք է անեն։ Հիմա հարց ենք տալիս, ասենք ընկերներ, 23 թվականին ռազմական հեղաշրջում, գեներալից այդ նույն բառերի վերաբերյալ հայտարարությունները դուք չեք դիտել հանցագործություն։ Ինչպես եղավ, որ հիմա հանցագործություն է։ Իրենք առաջին փուլում սկսեցին ասել, որ իրենք տեղյակ չեն սրա մասին։ Սա ամենաառաջի աբսուրդն է, որ դատախազությունը իբր թե տեղյակ չէ, այնինչ նույն պաշտոնատար անձն է այս ամեն ինչի մեջ շրջանառվել գրագրություններով համապատասխան վարչության պետը, երբ որ 2023 թվականին հաստատվել է, որ հանցագործություն չկա եւ 2024 թվականին դիտարկել են, որ հանցագործություն կա։ Ինչ է այստեղ ամենակարևորը։ Կասենք, հիմա մի հատ անդրադառնա մնացածին։ Ուրեմն քրեական դատավարության օրենսգիրք եւ սահմանադրությունը արգելում է կրկին անգամ դատվելը։ Իսկ կրկին անգամ դատվելը դա այն չի, որ դատավճիռ պետք է լինի, դա խոսքը գնում է նրա մասին, թե պետությունը նույն հանցագործության հետ կապված, նույն արարքի հետ կապված, նույն դրվագով գտնում է, որ անձի արարքում հանցագործություն չկա եւ քրեական հետապնդում չի արություն նրա նկատմամբ։ Ուրեմն քանի այդ որոշումը ուժի մեջ է, չի կարող պետությունը նույն հանգամանքներով անձի նկատմամբ նորից վարույթ հարուցի։ Հիմա իրենք դա արել են, այս խախտումը արել են,
Եվ սա դրա համար եմ ասում, ակն այդ ապօրինի քրեական հետապնդումը։ Սա ուղիղ բացառում է եւ նույնիսկ կալանքն է բացառում։ Կալանքի հետ կապված դատարանը պարտադիր պետք է ուշադրություն դարձնել այս հանգամանքին։ Արդյոք քրեական հետապնդումը բացառող հանգամանք կա, թե չկա, իսկ սա ուղիղ բացառող է։ Եվ եթե կա, պետք է մերժել միջնորդությունը։ Մի քիչ առաջ ընկնելով ասեմ, որ մեր բառը դժվարանում եմ իր մասով ասել դատավոր, բայց դատավոր Մասիս Մելքոնյանը բացարձակապես չէր տիրապետում այս իրավական նորմերին, ինչի հետ կապված նրան բացառիկ ենք հայտնել անձեռնահասության հիմնավորմամբ, որովհետև երբ որ նրան ասում էինք, որ դու պարտավոր, ավելին ասեմ, միջնորդեցինք, ասացինք քննչական մարմնից եւ դատախազությունից պահանջի այդ համապատասխան արձանագրություն կլինի, փաստաթուղթ կլինի, որով որ հաստատվել է, որ քրեական հետապնդում չի հարուցվում, եւ հիմնավորում էինք, որ այստեղ կրկին անգամ դատվելու խնդիր կա եւ կալանքի իրավաչափության։ Դատավորի պարզաբանումը ցնցող էր, որը որ ուղղակի ասենց երևի պետք է իրենք իմանան ում հետ գործ ունեն, մի հատ նորից ֆեստավորում անցկացնեն, ասաց, որ այս փուլում ինքը ընդհանրապես չի կարող անդրադառնալ կրկին անգամ դատվելու սկզբունքին, որովհետև ինքը դատավճիռ չի կայացնում։ Իր պատկերացումը սա միայն դատավճռով է, իհարկե պարզաբանեցինք երկար, փորձեցինք բացատրել, թե սա ինչ է, եւ երկրորդը, որ սա ընդհանրապես կապ չունի կալանքի հետ, այնինչ կալանքի քննարկման ժամանակ այս հարցը ամենաառանցքային նշանակություն ունի։ Հետևաբար, ինչպես նշեցի, ասացինք, որ դու անձեռնահաս ես եւ չես տիրապետում իրավական գիտելիքների կալանքի միջնորդությունը քննելու հետ կապված, բայց պարզ է, որ ինքը մերժելու էր միջնորդությունը, որովհետեւ խնդիր ուներ րոպե առաջ այս հարցը հասցնել այն կետին, որտեղ որ ինքը գտնում է։ Հիմա տեսեք, հաջորդ հարցը։ Իրանք երբ որ խոսում են երկրորդ դրվագի մասին, եթե ինքնին առանձնացնենք 25 թվականի հունիսի 21-ի հարցազրույց, այդտեղ շատ պարզ ասում է, որ ես իշխանություն զավթելու կոչ չեմ արել։ Ես ասել եմ, որ պետք է այդ անձին մեկուսացվի, այսինքն ուժային կառույցները պետք է մեր երկիրը կոպիտ ասած փրկեն, ընդ որում իր հարցազրույցների ժամանակ ինքը անդադար շեշտադրումներ է անում, որ ինչ է նշանակում Արարատը տանք հանգիստ ապրենք, Արցախը տանք հանգիստ ապրենք, սա տանք հանգիստ ապրենք, եւ տանում է նրան, որ այստեղ դավաճանական քայլեր է տեսնում։ Հիմա բոլորիս համար եմ այս հարցը բարձրացնում։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե այս ամեն ինչի վերաբերյալ օրինակ մի մասը ունի մոտեցում, որ իշխանությունը դավաճանական քայլեր է անում, եւ արդար դրա մասին խոսում է ու ասում է, որ ուժային կառույցները այդ թվում ԱԱԾ-ն պարտադիր պետք է արձագանքի։ Եվ եթե դավաճանություն է, ուրեմն պետք է անձը ձերբակալվի։ Հիմա եթե որևէ մեկը դրա մասին բարձրաձայն է, նշանակում է, որ դուք էլ եք կոչ անում, որ իշխանությունը զավթեն։ Այնինչ սա ազատ խոսք է, սա քննադատություն է, ինչի մասին Միքայել Սրբազանը նաև հայտնեց եւ հայտնել է միշտ, եւ իր խոսքում ասում է, որ պատերազմական ժամանակից դեռևս դրա մասին ասում է։ Հիմա եկեք նորից փորձեմ ավելի մատչելի ասեմ, որպեսզի մեր հանրությունը եւս հասկանա։ Տեսեք, եթե 2020 թվականից սկսած Միքայել Սրբազանը նույն բանի մասին խոսում է։ Եթե խոսեց 20 թվականին, 21, 22, 23, 24, 25, հիմա պետք է հասկանալ, եթե դու 24-ն ու 25-ը դիտարկել եք կրկնություն, հարցը ծագում, ինչի 24-ն ու 25-ն էլ 23-ի կրկնությունը չի, ինչի 23-ն էլ 22-ի կրկնությունը չի, որովհետև բոլորը նույն մտքերն են։ Հիմա այստեղ է հարցը, որ ոնց է ստացվում դատախազություն եւ քննչական մարմին, որ մի անգամ, քանի դեռ վարչապետը չէր թիրախավորել հոգեվորականներին, ձեր մոտ սա նորմալ է, որևէ հանցագործություն չկար։ Հենց թիրախավորեց մի անգամից վերածվեց հանցագործության։ Բայց սա էլ եթե մի կողմ թողնենք, տեսեք, պետությունը հանձինս դատախազության պաշտոնապես ասել է, որ այդ կոչերը, ինչ որ դու ասել ես, իր մեջ հանցագործության տարեր չի պարունակում։ Հիմա քաղաքացին դա իմանալով կարող է ազատ շարունակել նույն մոտեցումը, ասել, որ ես քանի որ որևէ հանցագործություն չի պարունակում, նույն ոգով շարունակի։ Եթե դու պետություն դա ասել ես, հակառակը անելու իրավունք չունես, բայց իրենք տեսնում ենք, որ կոնկրետ քաղաքական ենթատեքստ ունեցող իրավիճակ են ստեղծել եւ որոշել են անձին կալանավորել, ինչի մասին նրանք բոլորը քաջատեղյակ էին, որովհետեւ դատական նիստի ժամանակ մեր որևէ հարցի, որևէ իրավական պատասխան հնարավոր չի եղել լսել, բոլորը խուսափում էին, որ ինչ գրած է միջնորդության մեջ գրված է։ Այդ թվում դատախազերից, այդ թվում քննիչից, որովհետեւ Արգամ Դալակյանն էր մասնակցող դատախազը։ Իրենք խնդիրը ինչու՞մ է, երբ որ մենք մրցակցում ենք դատարանում, ուրեմն իրենք պարտավոր են իրավական հարցերին իրավական պատասխաններ տալ, բայց իրենք ասում են, որ մենք տեղյակ չենք։ Հիմա հարցը առաջանում, ասում ենք, իսկ հնարավոր է, որ դուք ծանոթանաք այդ առաջին քրեական վարույթ չնախաձեռնելու մասին այդ փաստաթղթին եւ նյութերին եւ այլ կարծիք հայտնեք։ Միանգամից ասում են, չէ, հնարավոր չի։ Հիմա հարցը ծագում ինչի։ Դատավորին ասում են, դու դատավոր ես,
Հետո առաջին հերթին, եթե մենք չասենք, չպահանջես, այս փաստաթղթը տեսնես թե ինչա, չի ուզում ծանոթանա։ Այստեղից է եւս մեկ անգամ հաստատվում է, որ որոշումը արդեն կայացված է եւ որևէ կերպ հնարավոր չէ լինելու դա այդ պահին բեկել։ Չնայած որ իրավական առումով մեր փաստարկները ամենաուժեղագույնն են, ամեն գործով չի, որ նման փաստարկներ մենք կարողանում ենք ունենալ, իսկ այստեղ այս փաստարկները ըստ էության արդեն։ Սա ընդհանուր առմամբ հիմնավոր կասկածի մասով, որը որ կուզենայի անդրադառնայի, ավելի խորը մենք հետագայում նաեւ դատանի որոշումը ծանոթանալուց հետո այդ հարցին կանդրադառնանք։